Շնորհակալություն հյուրընկալի պատրաստի միրը։ Տիկին նախարար, իմ հարցն է վերաբերում ոստիկանական բարելավումն քաղաքացու կոշտանման դեպքին, եթե չեմ սխալվում, այս դեպքը մի քանի ամսվա վաղեմության է, ինձ հետաքրքիր է, թե դուք երբեք այս դեպքի մասին իմացել, արդյոք տեսանյութը հրապարակվելուց հետո, թե դրանից առաջ, եթե դրանից առաջ ինչու է ոստիկանը շարունակել մնալ համակարգում, նաև եթե չեմ սխալվում, այդ տեսանյութը նկարահանվել է հեռախոսով, ով է այն նկարահանել, արդյոք ձեզ այս բանը հայտնի է, եւ հարձակնության սենյակներում տեսախցիկներ կան, դուք ասացիք, որ այս դեպքերը բացառիկ են, բայց մենք ինչ երաշխիք ունենանք, որ հենց այս պահին հանրապետության որևէ ոստիկանական բաժանմունքում նման դեպք չի գտնվում եւ հաջորդ հարցս, եթե չեմ սխալվում, 100 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Հաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ ինշուրանսի հետ, արդյոք մրցույթ հայտարարվել է եւ այլ մասնակիցներ եղել են։ Շնորհակալություն հարցադրումների համար։ Առաջին հարցադրման մասով խոշտանգման դեպքի հետ կապված տեսանյութի արտահոսքից օրեր առաջ է նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը ստացել օպերատիվ տվյալ, ընդ որում տեսանյութի հասանելիություն տվյալ պահին մենք չենք ունեցել եւ նախաձեռնվել է ծառայողական ուսումնասիրություն, որից հետո ծառայողական քննություն է կոնկրետ նշանակվել եւ ծառայողական քննության շրջանակներում օգտվելով իմ լիազորությունից ծառայողի լիազորությունները կասեցվել են, հաղորդում եմ ուղարկել գլխավոր դատախազին, ըստ այդմ process-ն արդեն նկարագրեցի, թե ինչ է եղել եւ այս process-ը երբ որ նկարագրում եմ, միշտ մտքում ունեմ, որ մենք իրավական պետություն ենք եւ երբ որ տարբեր խնդիրներ են իհայտ գալիս, հարցերին բացառապես պատշաճ իրավական ընթացակարգերի համապատասխան պիտի արձագանքենք եւ նաեւ մեր խոսույթում էլ խոսում ենք դեռ արարևոտության մակարդակում խոշտանգման դեպքի մասին, բայց գործիքակազմը ինչ որ իրավական կար, ես ձեզ նկարագրեցի եւ ամբողջ գործիքակազմը թե ՆԳՆ-ն, թե գլխավոր դատախազությունը, թե քննչական կոմիտեն ըստ էության իրացրել են կհետևենք արդեն նախաքննական մարմնի մնացյալ գործողություններին։ Ով է նկարել տեսանյութը, բնականաբար սա հարց է, որը որ նաև կդիտարկվի քրեական վարույթի շրջանակներում, որովհետև գործ ունենք նաև հանցագործության մասին չհայտնելու իրավիճակի հետ, որովհետև նկարողը ըստ էության ստացվում է, որ իմացել է արարևոտության մակարդակում գոնե թե խոշտանգման դեպքի մասին եւ չի հայտնել իրավապահ համակարգին այս դեպքի մասով, բնականաբար վարույթը նաև կառադառնա այս հարցին։ Երկրորդ հարցադրման մասով ես նորից եմ պնդում, որ խոշտանգման դեպքերը համակարգում բացառիկ դեպքեր են եւ վստահ եղեք, որ այս դեպքերը համատարած բնույթ չունեն, անցած տարիեր չեն ունեցել, դրան նախորդող տարիեր չեն ունեցել, այո մենք առանձին դեպքեր ունենք եւ այդ դեպքերով աշխատում ենք, դրանցով կան նախաձեռնված վարույթներ, ծառայողների լիազորություններ կան կասեցված եւ այսպես շարունակ։ Եվ այս նույն գործելավոճը մենք շարունակելու ենք, այսինքն եթե նորից կլինի այնպիսի մի ծառայող, որը նորից չի ընկալի իրավիճակը եւ կգնա ոչ իրավաչափ վարքագծի, վստահեցնում եմ, որ մեր ծառայողները գիտեն, որ այս իրավիճակները ռեակցիա ունենալու, բայց նաև մեր ծառայողները հստակ գիտեն, որ ներքին գործերի նախարարը եւ ներքին գործերի նախարարության ամբողջ համակարգը ջանք չի խնայելու այն դեպքերի մասով, երբ որ գիտենք հաստական տվյալներով, որ խոշտանգում տեղի չի ունեցել, բայց կա համակարգի հեղինակազրկման ծառայողների անընդհատ քննադատության հետ կապված ալիք եւ մենք լուր, բայց գնում ենք փաստերի հավաքագրման ճանապարհով, որպեսզի ծառայողների մասով այս արձանագրումը եւս լինի։ Ինչ վերաբերում է Seal Insurance-ին եւ սրանով ապահովագրական նաեւ գործարքի կայացմանը նախարարության մասով, ես կարծում եմ, որ մենք վաղուց անցել ենք այն փուլը, երբ որ ներքին գործերի նախարարության մասով պիտի քննարկենք ապահովագրական այս գործարքների մասով գնման process-ը։ Մենք միշտ հայտարարում ենք մրցույթում ունենում ենք մասնակիցներ եւ ստանդարտ գնումների ընթացակարգով ով առաջարկում է ավելի էժան, բնականաբար այդ մասնակիցը դառնում է հաղթող, իսկ եթե միակ մասնակիցը լինում է որևէ կազմակերպություն, բնականաբար եթե բավարարում է պահանջներին, մասնակիցը համարվում է հաղթող։ Որևէ բան չենք իրականացրել այնպես, որ խախտենք գնումների մասին օրենսդրության պահանջները։ Հիմա կարող է անունը լինել SIL, կարող է լինել մեկ այլ անունով ապահովագրական ընկերություն, մեզ հետաքրքիր է, որ ոստիկանական ծառայությունում ունենա ապահովագրական գործարքներ, ով կդիմի, թողնում ենք արդեն մեր ապահովագրողների ընտրությանը եւ նաեւ հնարավորությունները։